ԽՊԱ-ական նորաթուղ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը, որ մանդատը ստացել է Դավիթ Արոշանյանի Շիրակի մարզպետ նշանակվելուց հետո եւ հայտնի է ընդդիմության առանց կոմպլեքսի քլնգելու գրառումներով ու հայտարարություններով, երեք ինքն է արժանացել թիմակիցների քննադատություններին։ Մեզ ասացին, որ ՔՊ-ում ոմանք զայրացել են բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նրա ունեցած ելույթից, որի մեծ մասը նվիրված էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ ՔՊ-ում խուսափում են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների նախագահ բառով դիմելուց, քանի որ նրանք չեն ընտրվել, ուզուրպացրել են ժողովրդի քվեն եւ այլն։ Իսկ նորաթուղ պատգամավորը Սերժ Սարգսյանի հասցեին վատ բաներ ասելիս առանձնակի առոգանությամբ կրկնում էր նախագահ բառը, ինչը զայրացրել է ՔՊԱ-ականներին։ Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիա է ստեղծում, իր ընտանիքի անդամները մտերմանում են գողականների եւ հեղինակությունների ընտանիքների հետ։ Նախորդին Աննա Հակոբյանի հետ հերթական վճարովի ընթրիքին մասնակցում էին օրենքով գող Արսեն Մկրտչյանի, Արսեն Երևանցկու կինն ու դուստրը, որոնք աշխատեցնում են Նայեք աղջիկներ խանութը։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ են տարածվել տարբեր այլ խնջույքներից ու միջոցառումներից եւս, որոնց մասնակցում են օրենքով գողի կինը, դուստրը եւ Փաշինյանի դուստրերը։ Ասում են, որ նրանք վերջին շրջանում շատ մտերմացել են Երևանցկու ընտանիքի հետ եւ անգամ կրոնական նույն նախասիրություններն ունեն։ ՔՊ-ում հասկացել են, որ Վաշինգտոնյան համաձայնություններից հետո թմբկահարվող խաղաղության կեղծորակարգով հնարավոր չեղավ հանրությանը երկար կերակրել, որոշել են կրկին վերադառնալ նախկինների թեմային՝ Թալան, Արցախի հանձնում եւ այլն, բոլոր մեղքերը բարթելով նրանց վրա։ ՔՊԱ-ականների համար հատկապես բարարդ հող ստեղծեցին նախկին երկու նախագահների հարցազրույցները։ Արդեն քանի օր է հրահանգված ու նույն տեքստերով քլնգում են նախկին նախագահներին, իսկ երեք բյուջեի քննարկման իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը մինչև անգամ հայտարարեց. Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն հաջորդ խորհրդարանում։